Դուք երբևէ ունեցել եք ընկեր կամ ծանոթ, ով արտահայտվում է բարդ բիզնես լեզվով կամ դպրոցում ունեցել եք ուսուցիչ, ով 40 րոպե բացատրում է Պյութագորասի թեորեմը, սակայն խոսում է այնպիսի բարդ եւ անհասկանալի լեզվով, որ դուք այդպես էլ չեք հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Եթե դուք ինձ նման սիրում եք սովորել նոր բաներ կամ հիմա սովորում եք բուհում, ապա հաստատ հայտնվել եք այնպիսի իրավիճակում, երբ դուք շատ եք ցանկացել ինչ-որ բան սովորել, որն անհրաժեշտ է եղել ձեզ, սակայն երբ դասախոսը կամ խոսնակը բացատրել են ձեզ, դուք չեք կարողացել ընկալել ինֆորմացիան, քանի որ խճճվել եք բարդ մտքերի եւ բառակույտի կամ դժվար ձևակերպումների արանքում։ Հնարավոր է, որ դա նաև հիասթափեցրել է ձեզ, եւ դուք ընդհանրապես կորցրել եք ձեր մոտիվացիան սովորելու նկատմամբ։ Մտածել եք, որ այդ ինֆորմացիան ձեզ համար չափազանց բարդ է, որ գուցե ձեզ տրված չէ հասկանալ այն, դա երբեմն առաջացնում է թերարժեքության բարդույթ, հատկապես դպրոցական տարիքում, որն էլ կարող է հետապնդել ձեզ ի դեպ ողջ կյանքի ընթացքում։ Խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ ինֆորմացիան, որը փորձում էին փոխանցել ձեզ շատ բարդ էր, այլ պարզապես դպրոցում մեզ սովորեցնում էին ինչ, բայց չէին սովորեցնում ինչպես։ Մեզ երբեք չեն սովորեցրել ինչպես հեշտ սովորել կամ հասկանալ։ Կամ դասավանդողը չգիտեր, թե ինչպես ավելի հեշտ սովորեցնել, կամ էլ նրան պարզապես հետաքրքիր չէր սովորում եք դուք ինչ-որ բան թե ոչ։ Այս հարցում մեզ օգնության հասավ Ռիչարդ Ֆեյնմանը, ով ստեղծեց դասավանդման եւ կոմունիկացիայի մի յուրահատուկ մեթոդ, որն էլ հետագայում կոչվեց Ֆեյնմանի տեխնիկան։ Այս մեթոդը իրենից ներկայացնում է դասավանդման մի նոր մոտեցում, որտեղ կիրառվում են կարճ մտքեր եւ պարզ լեզու։ Իդեպ այս մեթոդը Ֆեյնմանը ստեղծել է դեռևս ուսանողական տարիներին, երբ սովորում էր Փրինսթոնի համալսարանում։ Գուցե ձեզանից ոմանք մտածեցին. իսկ ով է ընդհանրապես այդ Ֆեյնմանը։ Ռիչարդ Ֆեյնմանը 20-րդ դարի մեծագույն ֆիզիկոսներից մեկն է, որին դասում են այնպիսի գիտնականների շարքերում, ինչպիսիք են Ալբերտ Էյնշտեյնը եւ Մաքս Պլանկը։ Նա բազմաթիվ գիտական աշխատություններից բացի նաև մեծ ներդրում է ունեցել քվանտային էլեկտրոդինամիկայի զարգացման գործում, իսկ իր ստեղծած դիագրամաների համար, որոնք օգնում էին գրաֆիկական եղանակով տեսնել մասնիկների փոխազդեցությունը, 1965 թվականին նա նույնիսկ արժանացել է Նոբելյան մրցանակի։ Սակայն բացի գիտական աշխարհում ունեցած հաջողություններից, Ֆեյնմանը նաև հայտնի է որպես հրաշալի մանկավարժ։ Նրա ուսանողներից շատերը անվանում էին նրան հանճարեղ բացատրող, ով պարզ եւ հասկանալի լեզվով կարողացել է բացատրել նույնիսկ ֆիզիկայի այնպիսի բարդ բաժին, որը դաշտի քվանտային տեսություն։ Ֆեյնմանի մեթոդը կարելի է կիրառել նաև որպես նոր կոնցեպցիա արագորեն սովորելու, գիտելիքների բացերը լրացնելու, հիշեցնելու այն գաղափարներն ու մտքերը, որոնք չէիք ցանկանա մոռանալ, ինչպես նաև ուրիշներին ավելի արդյունավետ սովորեցնելու համար։ Այս տեխնիկան օգնում է նաև գրելու արվեստի մեջ։ Ֆեյնմանն ինքը հետաքրքիր մոտեցում ուներ գրելու արվեստին։ Ի տարբերություն մյուս գիտնականների, որոնք հիմնականում իրենց գաղափարները միանգամից հանձնում էին թղթին, նա հիմնականում նախընտրում էր բանավոր խոսքը։ Իր գրքերի մեծ մասը նա բանավոր թելադրում էր, իսկ նրա գիտական աշխատությունները հետագայում գրի են առնվել իր իսկ դասախոսություններից։ Ինչպես պետք է կիրառել Ֆեյնմանի տեխնիկան։ Այն իրականում բաղկացած է 4 քայլից։ Հնարավոր է ոմանք առաջարկում են ավելի շատ քայլեր, սակայն ձեզ անհրաժեշտ է հետևել 4 հիմնական քայլերի, որպեսզի կիրառեք այս տեխնիկան եւ սովորեք այն, ինչ կցանկանաք։ Երբ դուք արդեն ընտրել եք ձեր նախընտրած թեման, ապա առաջին քայլը բացատրեք դա երեխային։ Վերցրեք A4 ֆորմատի դատարկ թուղթ եւ վերևում գրեք այն առարկան, որը կամենում եք ուսումնասիրել։ Գրեք այն ամենը, ինչ արդեն գիտեք տվյալ առարկայի մասին։ Գրեք այնքան պարզ, կարծես դուք այն բացատրում եք 6 տարեկան երեխային։ Հաշվի առեք, որ տվյալ երեխայի բառապաշարը բավական է միայն հիմնական դրույթները հասկանալու համար։ Երբ դուք փորձում եք ինչ-որ բան բացատրել փոքր երեխային, ապա ստիպված եք լինում անել դա մաքսիմալ պարզ ձևով։ Իրականում բարդ բառապաշարի եւ բացատրությունների օգտագործումը հաճախ չիմացությունը կոծկելու միջոց է։ Եթե դուք չեք կարողանում բացատրել այն տերմինները, որոնց մասին խոսում եք, ապա հաճախ դա նշանակում է, որ դուք ինքներդ չեք հասկանում, թե ինչի մասին եք խոսում։ Եթե օրինակ դուք նայում եք Պիկասոյի կտավին եւ ասում եք «սա աբստրակցիոնիզմ է», միայն այն պատճառով, որ դուք դա լսել եք կերպարվեստի պատմության դասին, ապա սա չի նշանակում, որ դուք հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը։ Դուք ուղղակի մեխանիկաբար կրկնում եք այն, ինչ լսել եք։
Երբ դուք վերլուծությունը հասցնեք մաքսիմալ պարզության, դա կօգնի ձեզ, որպեսզի ավելի խորությամբ հասկանաք տվյալ կտավը կամ տվյալ թեման։ Գաղտնիքը կայանում է նրանում, որ որքան բարդ ու խորն է թեման, այնքան պարզ եւ հասանելի պետք է լինի դրա բացատրությունը, որպեսզի մարդը ավելի խորքային կարողանա հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Օրինակ, նայելով Պիկասոյի նկարին, փոխարենը ասել, որ սա աբստրակցիոնիզմ է եւ վերջ, կարելի է ասել օրինակ, որ այս նկարում չկան շինություններ կամ այնպիսի թեմաներ, որոնց հետ ես ամեն օր առնչվում եմ։ Դրա փոխարեն այս նկարում օգտագործված են որոշակի ֆորմաներ եւ գույներ, որոնց միջոցով հեղինակը փորձել է տալ քաղաքային պեյզաժի նկարագրություն։ Դուք կարող եք մտորել այն մասին, թե ինչու է նկարիչը օգտագործել այդ ֆորմաները կամ գույները, եւ ինչու են նկարիչները հաճախ կիրառում այդ մեթոդները։ Եվ հենց այս կերպ էլ կարող եք վերլուծել նկարը։ Այստեղ դուք շատ բաներ կարող եք բացատրել, բայց աստիճանաբար կբախվեք այնպիսի հատվածների, որտեղ կզգաք, որ ձեր գիտելիքները չեն բավարարում։ Եվ հենց այստեղ էլ առաջ է գալիս այս տեխնիկան կիրառելու երկրորդ քայլը։ Երկրորդ քայլը դա դուրս բերեք ձեր բացատրության բաց տեղերը։ Այս փուլում հնարավոր է, որ դուք ձեր բացատրության մեջ բախվեք դժվարության այնտեղ, որտեղ զգում եք, որ ձեր իմացությունը չի բավարարում։ Բացատրությունն ավելի արհեստական է սկսում դառնալ։ Երբ բացատրելու ընթացքում զգում եք, որ ինչ-որ բան չգիտեք տվյալ առարկայի մասին, հետ գնացեք եւ շարունակեք ուսումնասիրությունը։ Այս քայլը կօգնի ձեզ ֆիլտրել նոր ինֆորմացիան եւ ավելացնել այն արդեն ունեցած գիտելիքների վրա։ Դուք կարծես մտնում եք մի տարածք, որտեղ երբևիցե չեք եղել եւ որտեղ ձեզ սպասվում են անհավանական արկածներ։ Այս հարցում ձեզ կօգնեն ձեր կողմից նախապես արված գրառումները։ Դուք համեմատում եք նոր ինֆորմացիան արդեն ունեցած ինֆորմացիայի հետ եւ գտնելով ձեր բաց թողումները, սկսում եք ձեր իսկ բառերով նոթատետրում նկարագրել այն։ Այստեղ նույնպես դուք խուսափում եք պրոֆեսիոնալ բացատրություններից կամ ձևակերպումներից։ Երրորդ քայլը համակարգեք եւ պարզեցրեք։ Քանի որ դուք արդեն ունեք ձեր ձեռքում գրառումներ եւ նշումներ, այս փուլում դուք կարիք ունեք դրանք համակարգելու, դասավորելու այնպես, որպեսզի ձեր մտքերը եւ ձևակերպումները լինեն փոխկապակցված։ Դուք կարծես սևագրից անցում եք կատարում մաքրագրելու եւ այս ընթացքում դարձյալ չեք մոռանում պարզության մասին։ Երբ արդեն ձեր բացատրությունը համակարգված եւ պարզեցված է, սկսեք կարդալ այն։ Հնարավոր է նաեւ բարձրաձայն։ Եթե կարդալու ընթացքում կհայտնաբերեք բաց տեղեր կամ բարդություններ, որոնք դուք չեք կարող բացատրել երեխային, ապա նորից վերադարձեք երկրորդ քայլին եւ աշխատեք ձեր բացատրության վրա։ Չորրորդ քայլը՝ պատմեք ուրիշներին։ Գուցե ոմանց համար այս քայլն այնքան էլ պարտադիր չէ, բայց սա կարծես ամբողջացնում է այն գործը, որը դուք սկսել եք։ Եթե ուզում եք վստահ լինել, որ դուք վերջնականապես հասկացել եք տվյալ առարկան, ապա փորձեք դա բացատրել ուրիշին։ Հարցերը, որոնք ձեզ կտա դիմացինը, կօգնի ձեզ ել ավելի խորացնել ձեր գիտելիքները տվյալ առարկայի մեջ։ Դուք կարծես անում եք մի մեծ շնորհանդես կամ անցկացնում եք սեմինար եւ լսում եք ձեր լսարանի հետադարձ կարծիքները։ Սա ձեզ ավելի կոգևորի եւ վստահություն կներշնչի ձեր ուսումնասիրությունների մեջ։ Որպեսզի ես կարողանամ բացատրել, թե ինչպես է գործում Ֆեյնմանի տեխնիկան, ես ընտրեցի դպրոցական տարիքում ինձ համար դժվարընկալելի ամենահայտնի թեորեմներից մեկը՝ Պյութագորասի թեորեմը։ Քանի որ ինձ համար նույնպես դժվար էր հասկանալ այս թեորեմը, ես որոշեցի կիրառել Ֆեյնմանի տեխնիկան եւ հասցնել այն այնպիսի պարզության, որ նույնիսկ կարողանամ դա բացատրել 5 տարեկան երեխային, ով դեռ դպրոց չի հաճախում։ Իդեպ, հիմա կանչեք ձեր երեխաներին էկրանների մոտ։ Սրան զուգահեռ ես կփորձեմ բացատրել այս թեորեմի կիրառությունը տարբեր մասնագիտությունների մեջ։ Պյութագորասի թեորեմը հնչում է այսպես. ուղղանկյուն եռանկյան ամենաերկար կողմի կամ հիպոթենուզայի քառակուսին հավասար է մյուս երկու կողմերի քառակուսիների գումարին։ Սա այն ամենն էր, ինչ ես լսեցի մաթեմատիկայի դասին։ Ես գիտեի ինչ է եռանկյունին, գիտեի եռանկյունու կողմերը, բայց ինչ է սա նշանակում, ինչու է սա այսպես գործում եւ ընդհանրապես մեր ինչին է պետք այս Պյութագորասի թեորեմը։ Ես այս թեորեմի մեջ ոչ մի գրավչություն չէի տեսնում, իմ ուսուցչի բացատրության մեջ առավել եւս, մինչեւ որ բացահայտեցի Ֆեյնմանի տեխնիկան։ Ըստ Ֆեյնմանի տեխնիկայի, պատկերացրու, որ դու խաղահրապարակում ես։ Ուզում ես գնալ խաղալիք տնակից մինչև ճոճանակ, բայց չունես ուղիղ ճանապարհ։ Դու պետք է նախ գնաս ուղիղ դեպի սղարանը, հետո դեպի ճոճանակը։ Բայց եթե դու կարողանայիր թռչել,
ապա ուղիղ գծով ավելի քիչ ճանապարհ կանցնեիր։ Պյութագորասի թեորեմն ասում է, որ եթե հաշվես քո անցած երկու ուղիների երկարությունները, դրանց քառակուսիները գումարես, ապա կգտնես ուղիղ ճանապարհի երկարության քառակուսին։ Պատկերացրու, որ դու քայլում ես 3 քայլ առաջ, հետո 4 քայլ վեր։ Եթե կարողանայիր թռչել, ապա քանի քայլ կխնայեիր։ Պետք է հաշվել։ 3-ի քառակուսին գումարած 4-ի քառակուսին հավասար է 9 գումարած 16, որն էլ հավասար է 25։ Ուղիղ ճանապարհը կլինի 25-ի արմատը, որը հավասար է 5-ի։ Այսինքն, եթե քայլեիր շրջանցող ճանապարհով, կանցնեիր 7 քայլ, 3 գումարած 4, բայց եթե թռչեիր, կանցնեիր 5 քայլ։ Եթե ավելի պարզեցնենք, ապա 3 անգամ 3 հավասար է 9, 4 անգամ 4 հավասար է 16, 9 գումարած 16 հավասար է 25, քանի որ 5 անգամ 5-ը հավասար է 25-ի, ուրեմն ուղիղ ճանապարհը 5-ն է։ Պյութագորասի թեորեմն օգտագործվում է տարբեր մասնագիտությունների մեջ և կյանքի տարբեր բնագավառներում՝ սպորտ, ճարտարապետություն, լուսանկարչություն, գրաֆիկական դիզայն և նույնիսկ իմ ամենասիրելի բնագավառը՝ կինոն։ Այո, կինոյում շատ հաճախ կիրառվում է հենց Պյութագորասի թեորեմը նկարահանման ժամանակ ճիշտ հաշվարկներ կատարելու համար։ Երբ կինոյում պլանավորում են վտանգավոր տեսարաններ, որտեղ օրինակ հերոսը թռչում է տանիքից տանիք կամ բարձրությունից ցած, հաշվարկում են թռիչքի երկարությունը և անկյունը, ինչի համար կարող է անհրաժեշտ լինել Պյութագորասի թեորեմը։ Օրինակ հայտնի Մատրիցա ֆիլմում, երբ հերոսները թռչում են տարբեր բարձրությունների միջև, նկարահանողները հաճախ կիրառում են հենց այս թեորեմը ճշգրիտ հաշվարկներ անելու համար։ Հուսով եմ, որ այս վիդեոն օգնեց ձեզ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Ֆեյնմանի տեխնիկան և որքան անհրաժեշտ է այն մեզ, հատկապես երբ խոսքը գնում է կրթության մասին։ Կիսվեք այս վիդեոյով ձեր էջերում, հավանեք այն, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք և սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մյուս վիդեոները։ Առայժմ